Դե ինչ, մոտեցավ մարտ ամսվա վերջը։ Պավել Գլոբան նշել է կենդանակերպի երկու նշանների, որոնք ճակատագրական լուրեր կստանան մարտի վերջին։ Ճակատագիրը միշտ չէ, որ կախված է պատահականություններից, եւ հայտնի աստղաբան Պավել Գլոբան պնդում է, որ մարտը մի քանի կարևոր հաջողություններ կբերի կենդանակերպի երկու նշանների համար։ Այս վերջին օրերին սպասվում են փոփոխություններ, որոնք կարող են կյանքը գլխիվայի շուռ տալ, քանի որ ըստ աստղաբանի սա պարզապես պարզ ամիս չի լինելու, այլ նոր բաների համար, բայց որոշ նշանների հնարավորություն կտրվի, ով կհայտնվի այս ճակատագրական նշանների ճանապարհին։ Ճակատագրական լուր առյուծի համար։ Ինչպես նշում է Գլոբան, առյուծների համար մարտի վերջը կարևոր որոշումների ժամանակ է լինելու։ Աստղերը ձեզ կասեն, թե որտեղ եւ երբ պետք է կարևոր քայլ անեք, իսկ ձեր ներսի ուժը ձեզ կասի, թե ինչպես դա իրականացնել։ Անձնական կյանքում արմատական փոփոխությունների կամ նույնիսկ ֆինանսական հաջողության հնարավորությունն այն է, ինչ սպասում է այս նշանի ներկայացուցիչներին։ Գլխավորը պահը բաց չթողնելն ու այս շանսերից լիարժեք օգտվելն է։ Աստղաբանի կարևոր խորհուրդը՝ լսեք ձեր ինտուիցիային, այն ձեզ հուսախաբ չի անի։ Խեցգետին նոր փուլը սկսվում է մարտի վերջին։ Խեցգետինները մարտի վերջին օրերին կարող են ակնկալել մի տեսակ վերածնունդ։ Աշխատանքային կամ անձնական հարաբերություններում անսովոր իրավիճակները հուշում են, որ այժմ ժամանակն է թողնել հին դժգոհությունները եւ խոչընդոտները։ Գլոբան կարծում է, որ մարտի վերջը խեցգետինների ներկայացուցիչներին նոր մեկնարկի հնարավորություն կտա եւ այս հնարավորությունը չի կարելի բաց թողնել։ Այս պահը խոստանում է ոչ միայն փոփոխություններ, այլև հնարավորություններ ինքնաիրացման եւ երջանկության համար։ Խեցգետինների համար հատկապես բարենպաստ կլինեն այն օրերը, երբ նրանք կկարողանան միասնաբար գործել ընտանիքի կամ մտերիմների հետ, եզրափակել է իր խոսքը Պավել Գլոբան։ Իսկ այս ամենի զուգահեռ ձեզ կներկայացնենք կենդանակերպի ամենասառը նշանների վարկանիշը, ինչպես այսբերգն օվկիանոսում։ Նրանք, ովքեր ուսումնասիրում եւ սիրում են աստղաբանությունը, գիտեն, որ յուրաքանչյուր կենդանակերպի նշան որոշակի ազդեցություն ունի մարդու վարքի վրա, լինի դա դրական թե բացասական։ Կան մարդիկ, որոնք թվում են անտարբեր, անզգա եւ նույնիսկ կարեկցանքից զուրկ։ Երբեմն դժվար է խոսել ձեր հույզերի մասին, արտահայտել դրանք, ասել այն, ինչ զգում ես։ Կան կենդանակերպի որոշ նշաններ, որոնց համար ավելի դժվար է, նրանց համար դժվար է ճանաչել եւ հասկանալ այն, ինչ զգում են։ Սառը լինել չի նշանակում վատ սիրտ ունենալ, մանիպուլյատիվ լինել կամ զգացմունքներ չունենալ։ Դա ամենևին էլ այդպես չէ։ Դա չի նշանակում, որ նրանք չեն կարող լինել քնքուշ եւ սիրող, բայց հաճախ նրանք առավել սառն ու անտարբեր են, քանի որ ավելի շատ մտածում են սեփական կայունության եւ ազատության մասին։ Եկեք դասակարգենք կենդանակերպի նշաններին ամենաջերմից մինչև ամենասառը սրտերը։ 12-րդ առյուծ։ Խոսքը կենդանակերպի նշանի ամենաանկեղծ, ուժեղ եւ ջերմ սրտերի մասին է։ Առյուծի սրտում ոչ մի կաթիլ սառնություն չկա, նա նույնիսկ սառը չէ օտարների հետ։ Եթե նա պետք է խոսի իր զգացմունքների մասին, նա դա կանի։ Եթե նա պետք է ընդունի, որ սիրահարված է, նա դա կանի։ Առյուծն այնքան ջերմ է, այնքան մտերմիկ, այնքան ռոմանտիկ, որ նույնիսկ երբեմն չափն անցնում է։ Խեցգետին։ Խեցգետինը սառը հակադրությունն է։ Նրան հանդիպելուն պես արդեն հասկանում ես, որ նա անկեղծ է իր զգացմունքների մեջ ու չի վախենում քո երեսին նայելուց։ Խեցգետինը, ինչպես ջրի լավ նշան, էմոցիոնալ է։ Նա այն մարդկանցից է, ով իր երջանկությունը վեր է դասում ուրիշների երջանկությունից։ Եթե նա պետք է սառը լինի իր թշնամիների հետ, նա դա կանի։ Նա կարողանում է վերահսկել եւ իմանալ ուրիշների էմոցիաները, բայց եթե դրա համար պատճառ չունենա, չի անի։ Խեցգետինը չի ցանկանում որևէ մեկի հետ վատ հարաբերությունների մեջ լինել։ Նա իհարկե բռնկուն է, բայց սիրտը շատ ջերմ։ Ձկներ։ Ձկները չափազանց մեծ սիրտ ունեն ուրիշների հանդեպ սառը լինելու համար։ Նրանք այնքան զգայուն են, որ նույնիսկ մեղավոր են իրենց զգում, երբ ինչ-որ մեկին մի փոքր չոր ու կոշտ են պատասխանում։ Ձկները մաքուր են իրենց զգացմունքներում, նրանք ռոմանտիկ են, երբ մարմինը խնդրում է նրանց բացահայտել իրենց զգացմունքները։ Նրանք ունեն ըմբոստ կողմ, որը կարող են ցույց տալ, երբ զայրացած են կամ երբ ցանկանում են կրկին դեռահաս դառնալ։ Բայց ձկների մոտ չարությունն ու սառնությունը երկար չի մարմնում։ Խոյը կենդանակերպի ամենաթեժ եւ իմպուլսիվ նշաններից մեկն է։ Նրանք մի փոքր խելագար են։ Դե այո, երբեմն, բայց դա չի նշանակում, որ նրանք սառն են։ Խոյերը հայտնի են իրենց կրակոտ էներգիայով, բայց կարող են նաեւ լինել անհամբեր եւ արագ բարկանալ, ինչը կարող է սառը մթնոլորտ ստեղծել նրանց հարաբերության մեջ։
Ցուլերը հայտնի են իրենց հեղեղենությամբ և գործնական բնույթով։ Երկրային նշաններից ցուլը ամենաքիչն է սառը։ Նա հսկայական սիրտ ունի և այո, նա կարող է ունենալ պահեր, երբ նրա համար շատ դժվար է բաց թողնել այն ամենը, ինչ զգում է ներսում։ Ցուլն անընդհատ պայքարում է անկեղծության համար։ Նա համբերատար, վստահելի մարդ է և սիրում է ազնիվ լինել։ Երկվորյակները հայտնի են իրենց երկակի բնույթով, որը երբեմն կարող է անհամապատասխան կամ անկանխատեսելի թվալ, ստեղծելով նրանց հարաբերություններում հեռավորության զգացում։ Երկվորյակները կարող են լինել սառը կամ տաք։ Մենք արդեն գիտենք, որ սա կենդանակերպի ամենափոփոխական նշաններից մեկն է։ Սա կարող է լինել մոլորակի ամենասառը նշանը և երկրորդը ջերմությամբ։ Ընդհանուր առմամբ, երկվորյակները, եթե ճիշտն ասենք, սովորաբար այնքան էլ սառը չեն։ Հետաքրքրասիրությունը, լավ տրամադրությունը և նոր գիտելիքների ու բացահայտումների ոգևորությունը երկվորյակի նշանի դրական հատկանիշներից են։ Նա սիրում է շփվել, ժամանակ անցկացնել ընկերների հետ, լինել միմյանց հետ։ Նա խնդիր չունի խոսելու իր զգացմունքների ու իրեն անհանգստացնողի մասին, բայց նրանք հաճախ ավելի շատ մտահոգված են խոսելով և նոր բաներ բացահայտելով։ Կշեռքներն հայտնի են իրենց դիվանագիտությամբ և հմայքով, բայց նրանք կարող են նաև պայքարել անվճռականության և առճակատման վախի դեմ, ինչի պատճառով էլ կարող են անմարդամոտ թվալ։ Կարիճները հայտնի են իրենց կրքով և խորությամբ։ Թեև նրանք կարող են կրքոտ և նվիրված լինել, նրանք նաև ունեն առեղծվածային աուրա, ինչի պատճառով կարող են օտարացած թվալ։ Այո, կարիճը կարող է լինել կենդանակերպի ամենաթեժ նշաններից մեկը, բայց նաև ամենասառը նշաններից է։ Երբ ինչ-որ մեկը վիրավորում է նրանց, կարիճը կարող է դառնալ եզերքի ամենասառը մարդը։ Կարիճի սառնությունը նման չէ ուրիշների սառնությանը։ Սիրահարված կարիճը շատ տաք է, ամենակրքոտ նշանը, որը դուք գիտեք։ Նրանք խնդիր չունեն խոսելու իրենց զգացմունքների մասին, փոխանցելու այն ամենն, ինչ իրենց սրտում է, բայց երբ խոսքը վերաբերում է վնաս պատճառելուն, հենց այդ ժամանակ է բացահայտվում նրանց սառնությունը։ Նա ունի իր մարտավարությունը, թվալ կենդանակերպի ամենազգացմունքային նշանը։ Աղեղնավոր։ Իրենց սրտում աղեղնավորներն արկածախնդիր են։ Միշտ ձգտում են նոր տպավորությունների և հնարավորությունների։ Այնուամենայնիվ, ազատության և անկախության հանդեպ սիրո պատճառով նրանք երբեմն զգացմունքային առումով օտարածած են թվում։ Առաջին տպավորությունը, որ թողնում է աղեղնավորը, այն է, որ նրանք սառը մարդ չեն։ Բոլորովին։ Նա ընկերասեր է, բարի և շատ շփվող։ Նա շատ հեռատեսորեն է մտածում այն մասին, թե ինչ է ուզում և ինչ է սիրում։ Բայց երբ խոսքը վերաբերում է լուրջ բաների կամ սենտիմենտալության մասին խոսելուն, աղեղնավորը նրանցից է, ով փախչում է այս խոսակցություններից։ Կույսը միշտ այնքան կենտրոնացած է այն ամենի վրա, ինչ կատարվում է իր գլխում, որ մոռանում է, թե ինչ է զգում իր սիրտը։ Կույսերը հակված են վերլուծելու իրավիճակներն ու զգացմունքները, այլ ոչ թե գլխով սուզվելու դրանց մեջ։ Այս վերլուծական մոտեցման պատճառով նրանք կարող են որոշակի իրավիճակներում սառը և հեռու թվալ։ Ջրհոսներն հակված են լինել անկախ և բարձր են գնահատում իրենց ազատությունը։ Թեև նրանք կարող են լինել ջերմ և շփվող, նրանց նույնպես հատկանշական է խուսափողականությունը և նախընտրում են գաղտնի պահել իրենց զգացմունքները։ Եվ առաջյա հորիզոնական այծ եղջյուր։ Այծ եղջյուրները հաճախ ընկալվում են որպես սառը և հավաքված։ Իրենց հավակնոտ բնույթի պատճառով նրանք երբեմն կարող են հեռու թվալ, քանի որ ամբողջովին կենտրոնացած են իրենց նպատակների և առաջնահերթությունների վրա։ Բանը նրանում չէ, որ այծ եղջյուրը հույզեր չունի, այլ նրանում է, որ նա երբեք թույլ չի տա, որ էմոցիաները տիրեն իրեն։ Դե ինչ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։ Բաժանորդագրվեք ալիքին ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար։ Մինչ նոր հանդիպում։